Բարև Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր նոյեմբերի 17-ն է, երկուշաբթի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԳ բաժնետիրական ընկերությունը զրկվեց լիցենզիայից եւ առաջարկվեց նոյեմբերի 21-ից դադարեցնել ՀԵՑ-ի լիցենզիան։ Հիշեցնենք, այսօր արդեն երրորդ օրն է, որ հանձնաժողովը շարունակում էր Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղյալ համարելու օրակարգով իր նիստը։ Տաշիր ընկերությունների խմբին պատկանող ՀԵՑ-ի գործով առաջին լսումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին։ Տաշիր ընկերությունների խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 անդամները հոկտեմբերին այցելել են Թուրքիա։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նիստից հետո անդրադարձել է այն տեղեկատվությանը, թե Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները գնացել են Թուրքիա, որպեսզի բանակցեն ՀԵՑ-ը թուրքերին վաճառելու համար։ Մեսրոպյանը հայտարարել է, նման բան պարզապես չկա եւ որ այդ խոսակցությունները նման են Գեբելսյան քարոզչության, որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը տեղեկություններ է ներկայացրել այցից, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականից էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ է, այլև հիմնադիր անդամ, որտեղ ընդգրկված է 47 երկիր։ Ասոցիացիայի աշխատանքային ռեժիմն այնպիսին է, որ տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրվում, եւ 47 երկրի պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։ Քննչական կոմիտեն դատարան ներկայացված միջնորդությամբ պահանջել է եւս 2 ամսով երկարացնել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Կարապետյանը անազատության մեջ է 2025 թվականի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է հունիսի 17-ին։ Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այն է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի համար։ 1 ամիս անց գործարարին նոր մեղադրանք առաջադրվեց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով։ Կարապետյանի պաշտպանները պնդում են, որ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու հոդվածով անձը առավելագույնը կալանքի տակ կարող է գտնվել 5 ամսով։ Ըստ այդմ նա նոյեմբերի 18-ից պետք է ազատ արձակվի, քանի որ լրանում է կալանքի 5 ամիսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Արմավիրի մարզի վաղարշաբաթ համայնքի ավականու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից։ Եվ այսպես ցուցակներում ընդգրկված 69924 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 31535-ը։ Նախնական արդյունքներով վաղարշաբաթի թիմ ընտրություններում բացարձակ առաջադարը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Արգիշթի Մեխակյանը։ Անցողիկ շեմերը հաղթահարել են նաև Հաղթանակ դաշինքը եւ Մայր Հայաստան կուսակցությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 15298 քվե։ Հաղթանակ կուսակցությունների դաշինքը 10051 քվե եւ Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը ստացել է 1692 ձայն։ Գյումրիի ավականու կազմում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որը հավանական նոր զարգացումների է տանում։ Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում էր 2 հարց, դրանցից մեկը վերաբերել է մեր քաղաքը դաշինքի ավականու թեկնածուների ցուցակից Հասմիկ Խաչատրյանի ինքնաբացարկ հայտնելու մասին դիմումի քննարկմանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ավականու իր մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել մեր քաղաքը խմբակցության ավականու անդամ Նարեկ Միրզոյանը, իսկ ում էր տրամադրվելու խմբակցության ավականու մանդատը ըստ ցուցակի հերթական համարի։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հարցը կքննարկի նոյեմբերի 19-ին։ Հաջորդ հարցը օրեր առաջ ավականու մանդատ ստացած Կոմկուս խմբակցության անդամ Տիգրան Ավագյանի մանդատը վայր դնելուն էր վերաբերում։ Այս պահին Տիգրան Ավագյանը կալանավորված է։ Կոմկուսի ավականու մանդատը տրամադրվեց ցուցակի հաջորդ համարին Արտյոմ Մկրտչյանին։ Ինք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 10-ի Գյումրի համայնքի ավականու անդամ Տիգրան Վարդգեսի Ավագյանի ավականու անդամի լիազորությունները դատարելու մասին
թիվ 18 արձանագրությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրում է Գյումրի համայնքի ավագանու Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դատարած ավագանու անդամի մանդատը տրվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ տեխնացու Արտյոմ Արտուշի Մկրտչյանին։ Շնորհավորում եմ։ Տաշկենտում Ադրբեջանը ստացել է կենտրոնասիական խորհրդատվական հանդիպումների լիիրավ մասնակցի կարգավիճակ։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևը նշել է, որ իրենք պատրաստ են ամուր կամուրջ կառուցել կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի միջև, հարթել միասնական համագործակցության ճանապարհը, ինչը ըստ նրա կամրապնդի երկու տարածաշրջանների փոխկապակցվածությունը եւ կայունությունը։ Իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կոչ է արել ավելի ուժեղ տարածաշրջանային համակարգման հիմնարար հարցերի շուրջ, մասնավորապես ընդգծելով ջրային անվտանգությունը, տրանսպորտային կապը եւ տնտեսական ինտեգրացիան։ Տոկաևը նաև նշել է հազվագյուտ մետաղների, արհեստական բանականության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության կարեւորությունը։ Տաշկենտի գագաթնաժողովն ավարտվել է տարածաշրջանային համագործակցության հետագա ամրապնդման ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանն այլևս չի հարստացնում ուրան որևէ օբյեկտում։ Հաղորդում է Associated Press-ը, նշելով, որ Իրանը փորձում է արևմուտքին ազդանշան տալ, որ այն բաց է մնում ատոմային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների համար։ Արաղչին նշել է, որ բոլոր օբյեկտները գտնվում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ եւ որ աշխատանքները դադարեցվել են հունիսին իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով օբյեկտների ոչնչացումից հետո։ Պատասխանելով Իրան այցելող Associated Press-ի լրագրողի հարցին, արտգործնախարար Աբբաս Արաղչին տվել է Իրանի կառավարության կողմից մինչ այժմ առկա ամենաուղիղ պատասխանը միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանում չհայտարարագրված միջուկային հարստացում չկա։ Մեր բոլոր օբյեկտները գտնվում են միջազգային ատոմային էներգիայի գործակալության պաշտպանության եւ հսկողության ներքո։ Այս պահին հարստացում չկա, քանի որ մեր հարստացման օբյեկտները հարձակման են ենթարկվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած բրիտանական BBC հեռուստաընկերությունից ուղարկված պաշտոնական ներողության նամակին, ինքը պատրաստվում է դիմել դատարան։ Թրամփն ասել է, թե ինքը պարզապես ստիպված է դիմել այդ քայլին եւ հավելել, որ ամենայն հավանականությամբ իրենք դատարան կդիմեն արդեն այս շաբաթ 5-ից 15 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջով։ Սպիտակ տան եւ բրիտանական ամենաազդեցիկ լրատվամիջոցի հարաբերություններում սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2024 թվականին հեռարձակված հաղորդումներից մեկում BBC-ն խեղաթյուրել է Թրամփի խոսքերը։ Այս բացահայտումից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ լրատվամիջոցը պաշտոնապես ներողություն խնդրեց Թրամփից։ Ավտոպահեստամասերի համաշխարհային բրենդների որակյալ տեսականին անմիջապես ներգրողից հասանելի է նաև Գյումրիում։ Ոլորտի առաջատարներից մեկը Ավտոսան ընկերությունների ցանցը իր մասնաճյուղն է բացել Գյումրիում։ Այն 6-րդն է եւ առաջինը, որը գործելու է Երևանից դուրս։ Մեր համար այսօր կրկնակի տոն է, որովհետեւ ոչ միայն ցանցի 6-րդ սրահն է բացվում, այլև մեր առաջին քայլն է մայրաքաղաքից դուրս եւ պատահական չէ, որ այդ քայլը արվել է դեպի հայրաքաղաք։ Ավտոսան խանութների ցանցն այսուհետ հասանելի է նաև Գյումրիում։ Վազգեն Սարգսյան 15 կոտորակ 2 հասցեում բացվեց ընկերության մարզային առաջին մասնաճյուղը։ Խանութ-սրահը ճապոնական, գերմանական, եվրոպական եւ ամերիկյան ավտոմեքենաների պահեստամասերի ամենալայն ու որակյալ տեսականու առաջարկով է եկել Շիրակի մարզ եւ հնարավորություն է տալիս որակյալը ձեռք բերել անմիջապես ներկրողից։ Ավտոսան ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին, արդեն մոտավորապես 18 տարվա ընթացքում մեկ փոքր սրահից դարձել է, արդեն ունենք 6 խանութ սրահ, 2 տեղ սպասարկման կենտրոն, յուղման կետ, եւ սա ընդամենը սկիզբն է, զարգանալու ենք, շարունակելու ենք արժեք ծավալվել։ Ավտոսան ընկերությունը հայտնի է մեքենաների պահեստամասերի, յուղերի եւ հավելանյութերի մեծածավալ ներկրումներով եւ իրացմամբ։ Գյումրիի նորաբաց խանութ սրահն իր տարածքով ամենամեծն է եղած մասնաճյուղերից։ Տարածքն ընդարձակ է ու դասավորված հարմարավետ։
Հանդիսանում է ավտոպահեստամասերի եւ յուղերի համաշխարհային հայտնի ու ճանաչված 20 ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք հանդիսանում ենք պաշտոնական ներկայացուցիչ համաշխարհային բրենդերի ինչպես KYB, NGK, Meile, NIBK, Bardal եւ այլն, հա, եւ այս բրենդերը, որոնք որ ես շեշտեցի, բավականին տարածում հայտնի են աշխարհում եւ այստեղ ինչով է լավ, որ սպառողը հենց հնարավորություն են ունենում հենց անմիջապես ներգրովից գնել մատչելի եւ երաշխիքով այդ բրենդերի ապրանքները։ Ճապոնական NIBK ունենք, ինքը արգելակման համակարգն է արտադրում, Bardal ունենք, շատ ճանաչված ապրանքները, GS հասակաշի բրենդ ունենք, ինքը ֆիլտրների մեջ է շատ զարգացած։ 5 բրենդը ունենք, Meile ունենք, Links ունենք, շատ են, NGK ունենք, դա ստացած հեսա մի 2-3 ամսից ելի բրենդ կավելանա։ 18 տարվա մասնակիտացված հարուստ փորձն ու հմտությունները որակյալ ապրանքը այն երաշխիքն են վստահության, որ կուտակել է Ավտոսան ընկերությունը։ Սպառողին առաջարկվողը բոլոր բրենդների օրիգինալ տարբերակներն են։ Ավտոպահեստամասեր, յուղեր, մարտկոցներ եւ ավտոսպասարկման համար ամեն ինչ կա այստեղ։ Մանրածախ վաճառքից բացի Գյումրիի խանութ սրահից կատարվում են մեծածախ մատակարարումներ տեղսպասարկման եւ յուղման կետերին ու գործընկեր խանութներին։ Բոլոր խանութների ու սերվիսների հետ պատրաստ ենք համագործակցել ու եկել ենք հենց այդ նպատակով, որ ոչ թե խանգարենք, այլ համագործակցենք բոլորի հետ։ Գյումրիում վաղուց ունեն գործընկերներ եւ կարծում եմ Գյումրիում հայտնվելով մեր համագործակցությունը ավելի ինտենսիվ կդառնա, ավելի մասշտաբը կմեծանա։ Շատ կարևոր եմ համարում, որ Գյումրիում ներդրումներ են իրականացվում եւ աշխատատեղեր են ստեղծվում։ Գյումրիում Ավտոսանը միայն խանութ սրահով չի սահմանափակվելու։ Ցանցում ունենալով նաև տեղսպասարկման կենտրոններ եւ յուղման կետեր առաջիկայում մարզային մասնաճյուղում եւս կգործեն այս ծառայությունները։ Այս ընկերության խմբի մեջ են մտնում նաև էլեկտրական մարտատար եւ բեռնատար մեքենաներ ներկայացնող EV Center ավտոսրահները։ Ավտոսան ընկերության խմբում նաև մենք ունենք EV Center ավտոսրահների ցանցը, որը ներկայացնում է էլեկտրոմոբիլների մարտատար եւ բեռնատար էլեկտրոմոբիլների ավտոսրահներ, հա։ Մենք հանդիսանում ենք Hudson էլեկտրական բեռնատարների պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում եւ դեկտեմբերի ամսին նաև կբացենք Nio եւ Omvo բրենդերի պաշտոնական ներկայացությունը Հայաստանում, դա կլինի Երևանում, Գրիգոր Լուսավորյանի 7 հասցեով։ Ավտոսանի Գյումրիի խանութ սրահը առաջին, բայց ոչ վերջին մարզային մասնաճյուղն է լինելու Հայաստանում։ Համոզված եմ, որ շուտով հասանելի են լինելու մյուս մարզերում եւս։ Մարինե Դերբինյան, Ռուբեն Գալստյան, Հորիզոն։ Ազգային մշակույթն ու գեղագիտությունը պարի լեզվով ներկայացնելու ավանդական ու ժամանակակիցը համադրելու կարևոր առաքելություն ունի Արթիկի Լիդենս պարային համույթը։ Օրեր առաջ խումբը Իտալիայի Վերոնա քաղաքում մասնակցել է միջազգային մրցույթ փառատոնի եւ վերադարձել է պատվավոր մրցանակով։ Գեղարվեստական ղեկավար Լիդա Հակոբյանի գլխավորությամբ Լիդենսը ինտենսիվ փորձերի է անցել։ Համույթին նոր բեմեր ու միջազգային հարթակներ են սպասում։ Պարը գեղագիտական պատկերացումների ազգային ինքնության կարևոր արտահայտչամիջոց է։ Երաժշտության, ռիթմի միջոցով այն բացահայտում է նաև մարդու բնավորությունն ու ներաշխարհը։ Արդեն 4 տարի Արթիկի Լիդենս պարային համույթում այս արվեստը մատուցվում է ինքնատիպ ձեռագրով։ Լիդենսը իր օրինակով ցույց է տալիս, որ զգացմունքներն ավելի ճշգրիտ ու գեղեցիկ կարող է արտահայտել պարը։ Լիդենսի գեղարվեստական ղեկավար եւ պարոսույց Լիդա Հակոբյանը փոքր տարիքից է պարում։ Ելույթներ ունեցել տասնյակ բեմերում, այդ թվում միջազգային պատասխանատու հարթակներում։ Պարարվեստի նկատմամբ սերն է եղել հնարաններից մեկը, որը ընտրել է այս արվեստի ճանապարհը։ Երիտասարդ պարոսույցը հիմա էլ անմնացորդ սիրով իր փորձն է փոխանցում սաներին։ Գրագետ քայլերը սկսել եմ Գյումրու Կարամուրզայի անվան պետական քոլեջից։ Այնտեղ ինձ դասավանդել են Տիգրան Նորածյանը եւ Սենիկ Խուբեսարյանը, ում ես շատ շնորհակալ եմ։ Իմ այս ամեն ինչը կապված է իրենց հետ։ Պետք է շատ սիրել պարարվեստը, որպեսզի կարողանաս երկար ճանապարհ անցնել։ Հիմա ինձ համար պարը դարձել է տարերկ, ամենօրյա աշխատանք, իմ ամենասիրելի գործունեությունը։ Պարուհին տպավորիչ հաջողություններից առանձնացնում է Շանթ հեռուստաընկերության ազգային պարեժ նախագիծը։ Երկարատև ու բարդ աշխատանքը տվեց իր արդյունքը։ Լիդան դարձավ նախագծի հաղթողը։ Այս հաղթանակը ոչ միայն անձնական ձեռքբերում էր, այլ ոգևորություն իր սաների ու համույթի համար։ Շատ պատահական ստացվեց մասնակցությունս։
իմ աշակերտու շնորհիվ ես գրանցվեցի այդ նախագծին, շատ պատասխանատու, շատ դժվար փորձություններով անցա եւ մի բան սովորեցի, որ երբեք չպետք է հանձնվել, միշտ պայքարել, քայլել առաջ եւ հետ չնայել։ Երբ տեսա ազգային պարերի նախագիծը, հասկացա, որ հենց ընկեր Լիդան է ինձ համար լավագույն պարուսույցը, երբ եկա այստեղ համոզվեցի դրանում ու հիմա ամեն օր ավելի ու ավելի հաճույքով եմ գալիս պարի։ Երբ ասվեց Լիդան ստուդիան, ես հաջողեցի այստեղ եւ զգացի, որ պարին ինձ յուրահատուկ էմոցիաներ է տալիս եւ ես կարող եմ պարի միջոցով արտահայտել ինձ, իմ ներքին աշխարհը։ Լիդան իր նպատակներն իրականացնում է ավելի քան 80 սաների հետ։ 4 խմբերով գործող համույթում պարում են աղջիկներ, որոնք գրագետ, մելոդիկ եւ ռիթմիկ պարերով ոչ միայն փոխանցում են էմոցիաներ, այլև մշտապես համալրում են հաջողությունների անկյունը։ Վերջերս այն համալրվել պարային խմբի ամենակարևոր միջազգային մրցանակով։ Վերոնայում անցկացված մրցույթ փառատոնին, որին մասնակցում էին 10 երկրներից ժամանած համույթներ, Լիդենսը նվաճած պատվավոր առաջին հորիզոնական է։ Երբ հնչեց արդեն արդյունքը առաջին տեղ, դա մի անբացատրելի զգացում էր, քանի որ շատ էինք աշխատել մեր պարի վրա։ Մենք պարզապես չհաղթեցինք այդ մրցույթում, մենք հաղթեցինք ինքներս մեզ, մեր դժվարություններին ու մեր վախերին։ Մեր գերագույն նպատակը ոչ միայն հաղթելն էր, այլ հայ ազգի հոգին եւ ուժը ներկայացնելը։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ընկեր Լիդային, այս առաջին հորիզոնականը Իտալիայում ընկեր Լիդայի անխոնջ աշխատանքի եւ մեր հանդեպ ունեցած անսահման հավատի պարգևներ։ Կարծում եմ կարևոր է եվրոպական երկրներում հաճախակի ելույթ ունենալը, քանի որ այնտեղ երեխաները ոչ միայն սովորում են այլ մեծ բեմերում ելույթ ունենալ, այլ իրենց հետ վերցնում են տվյալ երկրի մշակույթը եւ ընդլայնում են իրենց աշխարհայացը։ Իտալիայում միջազգային մրցմանը մասնակցելու համար իր ֆինանսական աջակցությունն է մեզ տվել ձեռնոցների գործարանի Արթուր Աստոյանը, որին ես եւ իմ խումբը խորին շնորհակալություն ենք հայտնում։ Լիդենսում սովորում են տարբեր ոճերի պարեր, ազատ ու ժամանակակից պարերից մինչև դասական, ազգային եւ ժողովրդական։ Համույթն ընդունում է 4-ից 18 տարեկան աղջիկների, որոնց համար Լիդենսը ինքնադրսևորման հարթակ է, որտեղ նրանք սովորում են սիրել պարը եւ դառնալ մշակույթի այս կարևոր ճյուղի կրողները։ Պարին շատ ծանոթ չեմ եղել, մինչև Լիդենս պարային համույթի հաճախելը շատ դժվարություններ եմ ունեցել, ինձ անծանոթ է եղել եւ դասական պարը եւ հայկական պարի որոշ հատվածներ, բայց ի շնորհիվ մեր պարուսույցի ես կարողացել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները ու ինչու՞ չէ նաեւ որոշ չափով կարողացել եմ ծանոթանալ պարարվեստին։ Պարային համույթը շարունակում է իր փորձերը, պատրաստվում է նոր պարային բեմականացումների։ Առաջիկայում կմասնակցեն Երևանում կայանալիք միջազգային մրցույթին։ Իսկ մարտի 1-ին Լիդենսը բոլոր սաների մասնակցությամբ մեծ շուքով եւ հոբելյանական համերգով կնշի հիմնադրման 5-ամյակը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Կանայք սովորաբար շատ ժամանակ ու միջոցներ են տրամադրում իրենց խնամքն ապահովելու համար, բայց գեղեցկության աշխարհում արդեն նորամուծություններ կան, որոնք թույլ են տալիս ժամանակ ու միջոցներ խնայելով ստանալ նույն արդյունքը, դեռ մի բան էլ ավելին։ Այս նորույթը Գյումրի է բերել Գևորգյան Permanent Beauty գեղեցկության սրահը, շեշտը դնելով պերմանենտ խնամքի ու դիմահարդարման վրա։ Գարեգին Նժդե 17 հասցեում բացված գեղեցկության սրահը հրավիրում է գեղեցիկն ու նրբաճաշակը գնահատողներին։ Մենք բացում ենք մեր գեղեցկության սրահը, որտեղ յուրաքանչյուր մանրուք ստեղծված է սիրով ձեզ համար։ Այստեղ յուրաքանչյուր այց կլինի փոքրիկ տոն, հոգու եւ արտաքինի ներշտաշտակության համար։ Գեղեցկությունը սկսում է հոգատարությունից, իսկ մենք այստեղ ենք ձեր ամենօրյա քայլը վերականգնելու եւ շեշտելու համար։ Նոր անուն, նոր որակ գեղեցկության աշխարհի վերջին նորամուծություններն է բերել Գյումրի Գևորգյան Permanent Beauty սրահը։ Հիմնադիր Լենա Գևորգյանը 7 տարուց ավելի մասնագիտական փորձ ունի պերմանենտ դիմահարդարման ուղղության մեջ։ Սրահի աշխատանքային շեշտը դրել է հենց պերմանենտ դիմահարդարման վրա։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում պերմանենտ դիմահարդարումը։ Այն կարելի է համարել դեկորատիվ կոսմետիկայի այլընտրանքը, երբ կինը դիմահարդարմանը հատկացվող ժամանակը խնայում է, միևնույն ժամանակ միշտ խնամված ու գեղեցիկ տեսք է ունենում։ Պերմանենտ դիմահարդարումը կարող է պահպանվել 1-ից մինչև 2 տարի, կախված այն բանից, թե ինչ պիգմենտներ ենք օգտագործում եւ մաշկի ինչպիսի խորությունների վրա ենք աշխատում։ Այստեղ շատ կարեւոր է մասնագետի պրոֆեսիոնալիզմը։
Գևորգյան Permanent Beauty սրահի մասնագետներն աշխատում են ոչ թե արհեստականություն հաղորդել արտաքինին, այլ ընդգծել բնական գեղեցկությունը, իսկ նորագույն տեխնիկաներն ու նյութերը հնարավորություն են տալիս ավելի կատարյալ դարձնել երբեք չհնացող մոտեցումը, բնական գեղեցկության ընդգծումը։ Я наблюдала очень много работ. Բավական մանրամասն ուսումնասիրել եմ տարբեր տեխնիկաներ ու մոտեցումներ։ Կարող եմ ասել, որ մեր մասնագիտության մեջ կարևոր է արհեստականություն չհաղորդելը։ Մենք մեր հաճախորդների արտաքինին ոչինչ չենք ավելացնում։ Շատ կանայք կարծում են, որ դիմահարդարում նշանակում է դեմքին ինչ-որ բան ավելացնել։ Սա ամենատարածված սխալն է։ Մեր գեղեցկության սրահում մենք պարզապես ընդգծում ենք բնական գեղեցկությունը, իրական դիմագծերը, եւ այս ամենն անում են պրոֆեսիոնալ ու պատասխանատու մասնագետները։ Գևորգյան Permanent Beauty-ն բազմագործառույթ սրահ է։ Այստեղ առաջարկում են թարթիչների երկարացում, հոնքերի լամինացիա, դիմահարդարում, մազերի երկարացում, վարսահարդարի, կոսմետոլոգի եւ մատնահարդարի ծառայություններ։ Այս գեղեցկության սրահը քաղաքում այն քչերից է, որն առաջարկում է նաեւ տղամարդկանց մատնահարդարում։ Գևորգյան Permanent Beauty-ն եւս մեկ կրթական բաղադրիչ ունի։ Այստեղ սկսնակները կարող են տարբեր մասնագիտացումներ ձեռք բերել, ինչպես նաեւ արդեն իսկ շուկայում գործող մասնագետները հնարավորություն ունեն վերապատրաստվել։ Для меня обучение это развитие в первую очередь. Կրթությունն ինձ համար առաջին հերթին նշանակում է զարգացում։ Ցանկացած մասնագիտության մեջ կրթվելը անընդհատ process պետք է լինի։ Շատ կարևոր է տեղում չտոփել, միշտ առաջ գնալ։ Իսկ դա հնարավոր է միայն կրթվելով, քանի որ անընդհատ փոխվում են աշխատանքային գործիքները, նյութերն ու մոտեցումները։ Նորամուծությունների ետևից պետք է կարողանալ հասնել։ Գևորգյան Permanent Beauty գեղեցկության սրահը հաճախորդներին գրավելու մեկ բանաձև ունի՝ պատասխանատու եւ որակյալ աշխատանք։ Իսկ բացման առիթով սրահի ղեկավարությունը անակնկալ էր պատրաստել բոլոր հյուրերի համար։ Անցկացվեց խաղարկություն, որի արդյունքում բոլորը ստացան նվերներ։ Լուսինե Հայրաբեկյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։